Հիմնադիր համագումարով Հայաստանի քաղաքական դաշտում հայտնվեց ռեֆորմիստների կուսակցությունը, որի նախագահ ընտրվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը։ Նորաստեղծ կուսակցության նախագահը հայտարարեց, որ կուսակցությունը գործելու է իշխանական ճամբարում։ Մեր նորաստեղծ կուսակցությունը լինելու է պետականամետ կուսակցություն, չի լինելու ընդդիմադիր կուսակցություն, ի տարբերություն նոր ստեղծվող բազմաթիվ ընդդիմադիր հեղափոխություններ անող կուսակցությունների։ Մենք ռեալ պատրաստվելու ենք աջակցել Հանրապետության նախագահի եւ կառավարության իրականացրած բարեփոխումներին։ Նորաստեղծ կուսակցությունը մտադիր է մասնակցել 2017-ի խորհրդարանական ընտրություններին։ Ռեֆորմիստների կարգախոսն է «Քեզ համար Հայաստան» արդեն հայտնի կարգախոս է։ Վահան Բաբայանի պնդմամբ կուսակցությունը կֆինանսավորվի անդամավճարներով ու նվիրատվություններով։ Ֆինանսները ձեռավորվելու են հիմնականում անդամավճարների կողմից, իհարկե, եւ մուտքավճարների, նվիրատվությունների։ Բոլոր տեղերից կարող են լինել մարդիկ, մեր դռները բաց են եւ հույսով եմ մեր հաջորդ համագումարը տեղի ունենալու դեկտեմբեր ամսին եւ շատ հայտնի մարդիկ դուք կտեսնեք արդեն դեկտեմբեր ամսվա մեր համագումարը։ Գրանցված 280 պատվիրակներից ներկա էին 265-ը։ Կուսակցության հիմնադիր համագումարին ներկա էին նաև ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցությունների պատգամավորներ։ Զորապ Հարոյան, Միքայել Թումանյան, ժամը լրատվական։